Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում ևս մեկ հուզիչ տեսանյութ ձեր ուշադրությանը, չմոռանաք բաժանորդագրվել ու գրել ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Աննան և Մարին մանկության ընկերուհիներ էին, իսկ Մարին ամուսնացել էր Արամի հետ իրենց համալսարանական տարիներին։ Աննան միշտ եղել էր նրանց կողքին, աջակցել էր դժվար պահերին, նույնիսկ նրանց փոքրիկի կնքամայրն էր դարձել։ Բայց Մարին չէր նկատել, թե ինչպես Աննայի հայացքները սկսել են փոխվել, երբեմն խորը, երբեմն մեղավոր։ Արամն էլ տարօրինակ կերպով սկսել էր հաճախ խոսել Աննայի հետ, ավելի շատ ժամանակ անցկացնել նրա կողքին։ Մարին վստահ էր նրանց վրա, բայց իրականությունը շատ ավելի դաժան էր։ Մի օր Մարին ստացավ Աննանուն հաղորդագրություն. «Դու պետք է իմանաս ճշմարտությունը»։ Հետո նկարներ, որտեղ Աննան ու Արամն իրար ձեռք էին բռնել, մեկ այլ լուսանկար, որտեղ նրանք գրկախառնված էին։ Մարիի աշխարհը փուլ եկավ։ Նա չէր կարողանում հավատալ, որ ամենամոտ մարդիկ կարող էին այդպես դավաճանել իրեն, բայց երբ մի օր Մարին վերադարձավ տուն և լսեց խոհանոցից եկող ծիծաղը, սառեց տեղում։ Նա անաղմուկ մոտեցավ և այնինչ տեսավ, ցավով լցրեց սիրտը։ Մարին քարացած կանգնել էր խոհանոցի դռան մոտ։ Արամն ու Աննան նստած էին, ժպտում էին իրար, իսկ Աննան ինչ-որ բան ասաց, որից հետո Արամը նրա ձեռքը բռնեց։ Մարիի սիրտը կարծես դանակով խոցեցին։ Մինչ այդ պահը նա դեռ փորձում էր արդարացում գտնել, չէր ուզում հավատալ, որ իր ամուսինը և ամենամտերիմ ընկերուհին կարող էին այդքան ստոր լինել։ Բայց հիմա այլևս կասկածելու տեղ չկար։ Նա թեթևակի մաքրեց կոկորդը։ Արամն ու Աննան արագ հեռացան իրարից, ապշած ու շփոթված հայացքներով նայելով Մարիին։ «Ինչ է կատարվում այստեղ», հնչեց Մարիի ձայնը, որը զարմանալիորեն հանդարտ էր, բայց այդ անդորրի տակ թաքնված էր փոթորիկ։ Աննան շփոթվեց, բայց հավաքեց իրեն։ «Մարի, ես պարզապես Արամին մի խորհուրդ էի տալիս»։ «Խորհուրդ»։ Մարին քմծիծաղ տվեց։ «Իսկ ինչ խորհուրդ է պետք ամուսնուս իմ թիկունքում»։ Արամը վեր կացավ, փորձեց մոտենալ Մարիին, բայց նրա հայացքը սառեցրեց նրան։ «Մարի, խնդրում եմ, լսիր ինձ»։ «Ոչ, Արամ», Մարիի ձայնը ցնցող հստակություն ուներ, «ես արդեն լսել եմ ամեն ինչ, տեսել եմ ամեն ինչ։ Դու ինչ կընտրես հիմա՝ ճշմարտությո՞ւնը, թե կփորձես հիմարացնել ինձ»։ Սենյակում լռություն տիրեց։ Աննան հայացքը թեքեց, իսկ Արամը խորը շունչ քաշեց։ «Ես սխալվել եմ, Մարի»։ Մարին փակեց աչքերը։ Սխալվե՞լ։ Այդ բառը չափազանց թույլ էր այն ամենի համար, ինչ նա ապրում էր։ «Գիտես, Արամ, ես կուզեի լսել այս խոսքերը մի քանի ամիս առաջ»։ Նա նայեց Աննային։ «Իսկ դու ինձ համար այլևս գոյություն չունես»։ Այդ պահին Մարին զգում էր, որ կորցնում է երկու ամենամոտ մարդկանց, բայց միևնույն ժամանակ նա հասկանում էր, որ ազատվեց մարդկանցից, որոնք արժանի չէին իր սիրուն ու վստահությանը։ Մարին քայլում էր անձրևի տակ, բայց արցունքներ չէին հոսում։ Նրա ներսում ամեն ինչ մեռել էր, և հիմա նա պարզապես պետք է նորից գտներ իրեն։ Ամիսներ անց նա արդեն ուրիշ Մարի էր, ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ։ Նա փոխեց իր կյանքը, նոր աշխատանք գտավ, սկսեց զբաղվել ինքնազարգացմամբ, իսկ ամենակարևորը նա հասկացավ, որ երբեմն կորուստը հենց ազատությունն է։ Մի օր Մարին սրճարանում նստած աշխատում էր, նրան անսպասելիորեն մոտեցավ Աննան։ «Մարի, ես գիտեմ, որ միգուցե չպետք է գայի, բայց ուզում եմ խոսել»։ Մարին բարձրացրեց հայացքը։ Աննանն այլևս այն վստահ աղջիկը չէր, նրա աչքերը լի էին մեղավորությամբ ու ափսոսանքով։ «Չկա ոչինչ ասելու, Աննա»։ Մարին մեղմ ժպտաց։ «Ես վաղուց ներել եմ քեզ, բայց դա չի նշանակում, որ ես կուզենամ նորից քեզ հետ ընկերություն անել»։ Աննան գլուխը կախեց։ «Ես Արամի հետ էլ եմ խոսել, նա էլ է ափսոսում, բայց ես հասկանում եմ, որ սխալները չեն կարող ուղղվել բառերով»։ Մարին գլխով արեց։ «Ճիշտ ես հասկանում։ Ու հիմա, Աննա, ես քեզ մաղթում եմ միայն լավը, բայց իմ կյանքում քո տեղն այլևս չկա»։ Անցավ ևս մեկ տարի։ Մարին փոխել էր ոչ միայն իր կյանքը, այլև ինքն իրեն, ու իր փոքրիկը մեծանում էր։
նա նորից գտավ իր երջանկությունն առանց Արամի, առանց Աննայի, առանց կեղծ մարդկանց։ Նոր միջավայրում նա սկսեց շփվել մարդկանց հետ, ովքեր իրոք գնահատում էին իրեն։ Նրանց մեջ կար նաև Տիգրանը, տղամարդ, ով սրտացավ էր, ազնիվ ու հասկանում էր Մարիին ավելի, քան կարող էր պատկերացնել։ Մի երեկո, երբ նրանք զբոսնում էին այգում, Տիգրանը կանգնեց ու նայեց Մարիին։ «Ես գիտեմ, որ քո սիրտը ցավ է տեսել», ասաց նա, «բայց ես ուզում եմ քեզ երջանկացնել»։ Մարին ժպտաց։ Տիգրանը չէր փորձում գերել նրան խոսքերով, չէր ստիպում մոռանալ անցյալը, նա պարզապես առաջարկում էր ապագա։ «Ես երջանիկ եմ, Տիգրան, բայց ոչ այն պատճառով, որ ինչ-որ մեկը ինձ երջանկացնում է, այլ որովհետև ես ինքս սովորեցի իմ երջանկության բանալին պահել ձեռքիս մեջ»։ Տիգրանը նայեց նրան հիացմունքով։ «Ուրեմն ես պարզապես ուզում եմ լինել քո երջանկության մի մասը»։ Մարին մտածեց մի պահ, հետո նայեց դեպի աստղալից երկինքը։ «Գուցե արդեն ես ինքս էլ եմ պատրաստ»։ Երկար տարիների ցավից հետո Մարին վերջապես զգում է, որ կարող է նորից սիրել, բայց այս անգամ առանց վախի ու դավաճանության։ Արամն ու Աննան, ինչպես և Մարին, փորձեցին շարունակել իրենց կյանքը, բայց արդեն այլ ճանապարհներով, որոնք լի էին ծանր հետևանքներով։ Արամն անկեղծ լինելով իր զգացմունքների մասին, հասկացել էր, որ իր սխալը երբեք չի կարող լիովին փոխհատուցվել։ Նա դիմել էր Մարիին շատ անգամներ, նույնիսկ փորձել գտնել նրան բացատրություններ տալու համար, բայց Մարին միանշանակ ընտրեց անցյալից հեռանալու ճանապարհը։ Նա գիտակցել էր, որ ցավը խորացել էր այնքան, որ հետադարձ ճանապարհն արդեն անհնար էր։ Նա կարող էր միայն հանդիպել իր երեխային, բայց ոչ Մարիին։ Աննան ի վերջո նաև հեռացավ Արամից, նրա սրտում դատարկություն կար, և նա գիտակցեց, որ արածն անհնար է մաքրել, որ սերը չի կարելի շահարկել։ Նա փորձեց բարդ ժամանակաշրջան անցնել անցած սխալների հետ և որոշեց, որ ոչ միայն իր սիրային կյանքը, այլև իր ընկերությունը պետք է նորից կառուցի ազնվությամբ ու զղջումով։ Երբ նրանք բաժանվեցին, շատ բան փոխվեց։ Արամը մնաց մենակ, իսկ Աննան սկսեց նոր կյանք, փորձելով ճիշտ հասկանալի հարաբերություններ կառուցել առանց նախկինում կատարված սխալների հետապնդման։ Նա հասկացավ, որ ոչինչ չի կարող փոխել այն, ինչ տեղի է ունեցել, բայց կարող է ստեղծել ավելի առողջ ու ազնիվ հարաբերություններ հիմնված իր ներքին վերակառուցման վրա։ Իհարկե, Աննան կառուցեց իր ընտանիքն ու ապրեց երջանիկ, իսկ միակ կորցնողը եղավ Արամը, ով մնաց մենակ։